Էլինար Վարդանյան Շնորհակալ եմ, պարոն Հարությունյան, ուրեմն երկու հարց կա ինձ մոտ։ Առաջինը պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին օրենքը ընդունվել է 1996 թվականին։ Այսինքն ինչն էր խնդիրը, որ շուրջ 18 տարի այս ծախսերը գաղտնի չէին, 18 տարի հնարավոր էր այդ մարդկանց անվտանգությունը ապահովել այս ոչ գաղտնի պայմաններում եւ հանկարծ 18 տարի հետո մենք գլխի ընկանք, որ չէ, գիտեք, լավ չենք իրականացնում այդ անվտանգությունը։ Եկեք ծախսերը դարձնենք գաղտնի եւ եթե դարձրեցին գաղտնի, ավելի փայլուն իրականացնենք այդ անվտանգության ապահովումը։ 1. Եվ երկրորդը, դուք ասում եք, որ ծախսերը ընդհանրական գաղտնի չեն եւ դրանց մի մասը հնարավոր է հրապարակել եւ այլն։ Օրենքում եղած ձևակերպումը, այսպես սպառիչ կերպով եւ հստակ ասում է, որ այդ ծախսերը գաղտնի են։ Իսկ հրապարակել ծախսերը եւ թեկուզ ձեր կողմից նշած որոշակի մասով կնշանակի օրենքի պահանջի կոպիտ խախտում։ Հետևաբար ասել, որ գիտեք, մենք գործառույթներն են գաղտնի պահելու, սկզբնական փուլում գաղտնի է եւ վերջում ծախսերը հրապարակելու են, դա կնշանակի հետագայում օրենքի խախտում։ Որովհետև օրենքով հստակորեն ամրագրում ենք, որ ծախսերը, այդ թվում սննդի, տրանսպորտի տեխնիկական սպասարկման եւ այլն, հանդիսանում են պետական եւ ծառայողական գաղտնիք, իսկ դա իր հերթին ենթադրում է, որ հրապարակման ենթակա չեն։ Շնորհակալություն, դուք ճիշտ նշեցիք, որ իրոք պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին օրենքը ընդունվել է 95 թվականին, բայց գնումների մասին օրենքը ընդունվել է արդեն 2010 թվականին եւ գնումների տվյալ ընթացակարգերով ձեռքբերումները դրամ եւ ինչպես նշեցի վերլուծության արդյունքները հանգեցին կան եզրակացության, որ գնումների հիմնական այստեղ խնդիրը գնումների մասին օրենքում փոփոխություն կատարելն է։ Ինչ վերաբերում է կոնկրետ ծառայողական գաղտնիքի մասին, իհարկե, եթե հստակ ծախսերը ընդգրկվում են պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին օրենքում, դրանք պետք է հրապարակվեն ըստ ընթացակարգերի, այսինքն այնպիսի ընթացակարգերով, որոնք նախատեսում արդեն պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին օրենքում։ Այսինքն սահմանափակ քանակությամբ անձինք կարող են նշված ծախսերին հետ ծանոթանալ, այսինքն ծանոթանալ եւ պատկան մարմինների կողմից ստուգումներ իրականացնեն այն անձինք, որոնք ունեն համապատասխան գաղտնիության աստիճանի թույլատվություն եւ իրենք կարող են ամբողջությամբ կարողանան այդ ամբողջ գործունեությունը իրականացնել ու ստուգել։ Ոչ բոլորի համար։ Արձագանքի համար Էլինար Վարդանյան Պարոն Հարությունյան, ուրեմն ձեր ասածից ստացվեց այնպես, որ մինչև գնումների մասին օրենքը այս ծախսերը չէին հրապարակվում եւ հետո գնումների մասին օրենքը ընդունելուց հետո ստեղծվեցին այնպիսի ընթացակարգեր, որ նոր սկսվեցին ծախսերը հրապարակվել։ Իրականում այդպես չէ, պարզապես նախկինում այլ ընթացակարգով էին դրանք իրականացվում, 10 թվականից հետո այլ եւ երկու դեպքում էլ հրապարակային էին եւ հասանելի էին բոլոր հարկատուներին։ Հիմա դուք ասում եք, որ ընթացակարգերի համապատասխան կհրապարակվեն եւ հասանելի կլինեն որոշակի կատեգորիայի անձանց համար, իսկ հարկատուն վերջին հաշվով այդ բոլոր ծախսերը կատարվում են հարկատուների կողմից վճարված հարկերի հաշվին։ Արդյոք հարկատուն իրավունք չունի իմանալ, թե իր կողմից վճարված հարկերը ինչպիսի ծախսերի են գնում, ինչպիսի, չգիտեմ, սնունդ է ձեռք բերվում, ոչ թե բանը, ինչպիսի կատեգորիայի, այլ ինչպիսի արժեքի սնունդ է ձեռք բերում, կամ ինչպիսի տրանսպորտային սպասարկում է կատարվում, ինչպիսի արժողության տոմսեր են ձեռք բերվում պատվիրակությունները մեկնելու ժամանակ եւ այլն։ Հարկատուն իրավունք ունի ստանալու այդ ծախսերի վերաբերյալ ինֆորմացիա։ Հետևաբար ասել, որ դա հասանելի է լինելու որոշակի կատեգորիայի անձանց, իսկ մենք լավ գիտենք, թե ովքեր են այդ կատեգորիայի անձինք եւ հետագայում այսպես որքանով է դա ոչ հասանելի լինելու հասարակ հարկատուներին։ Շնորհակալություն, հասարակ հարկատուները կարող են իրազեկված լինել կոնկրետ պետական պահպանություն իրականացնող ծառայության կողմից կատարված ընդհանուր ծախսերի մասին, որը բյուջեի առանցին հոդվածով գնում է։ Իսկ առանցին կոնկրետ որ գումարը կոնկրետ ինչ ծառայությունների վրա է ծախսվել, հարկատուները կարող են անօգ լինել, քանի որ համապատասխան պատկան մարմինները կարող են կոնկրետ այդ ծախսերի իրականացումը իրենք ստուգեն եւ եթե մնացած կառույցներն էլ չեն հավատում, ամեն մի հարկատու մեզ մոտ հատուկ ստուգում չի կարող իրականացնել։ Կամ պատկան մարմիններ, որոնք ստուգումներ նույն հաջողությամբ, եթե ազգային անվտանգության ծառայությունում մենք
ունեն կոնկրետ ստորաբաժանումներ, ինչպես պարոն Զորաբյան իրավացորեն նշեց, որոշակի հատուկ սարքավորումներ ձեռք բերելու համար որոշակի ֆինանսական միջոցներ տրամադրում։ Հիմա բոլոր հարկատուներին բացատրենք, որ ասենք այսքանը իմенно հատուկ սարքավորման համար է գնացել։ Ընդհանուր բյուջեն կարևորը որ հարկատուն անհոգ լինի, որ տվյալ ծախսերը ծախսվել են նպատակին։ Վայ Հովանեսյան, հարցերն ավարտվեցին։ Ես ուզում եմ հիշեցնել պատգամավորներին, որ այս